Վերին Լարսը բաց է, բայց հեղուկ գազի գինը չի իջնում Հայաստանում։ Լարսը բացվավ, հետո ուրա, չի գները ճիշտ։ Վարորդները չեն հավատում, որ վառելիքի պակաս կա Հայաստանում։ Իրենց աչքի առաջ են գազատար մեքենաները, գազ բերում լցակայաններ։ Ես քանի հատ պրոպանի ավտո կա, նա տողներս մի հատ այնա ֆռում է։ Իրանց ներկայացրած է ինչ է, չկա, կրիզիս է, թանգանում է։ Արա ուրա, մի խաշներուկում 2 հատ ավտո։ Այդ իրար բարևում էին արդեն։ Այս մեկը դատարկել է, այս մեկն էլ հետմա դատարկել է։ Հայաստանում հեղուկ գազի 1 լիտրը 260-ից 280 դրամ է։ Չորեքշաբթի միայն 1 լցակայան է ֆիքսել Հայլուրի տեսախցիկը, որտեղ 240 դրամ էր 1 լիտրի արժեքը։ Վարորդներն ասում են, այստեղ երբեմն հերթեր են լինում։ Երանելի օրերն են հիշում տաքսիստները, երբ հեղուկ գազի 3 լիտրներ 240 դրամ։ Շատերը սկսել են մտածել հեղուկ գազից հրաժարվելու մասին։ Ասում են, գազի բարձր գինը միայն այն վաճառողին է ձեռնտու։ Երբ առնում, ասենք 100 դրամով կամ 120 դրամով բերում են, ու մի անգամից 3 դրամով մեջ դառնում է 250 դրամ, դա գերշահույթ է նրանց համար։ Եթե գնաճի պատճառը համաշխարհային շուկայում վառելիքի թանկացումն է, ինչպես պնդում են իշխանավորները, ինչու չի բարձրացել նաև բենզինի գինը։ Այսքան կտրուկ բարձրանալը։ Այս վարորդը հաշվել է։ Արտաքին գործոնները առավելագույնը 30% կազդեին գների վրա, ոչ թե 2 անգամ։ Կարծում է Հայաստանում հեղուկ գազ ներկրողներն են գին թելադրում։ Նրանք բենզինի գինը այդքան շատ չի բարձրացել։ Բենզինի գինը համաշխարհային բարձրացած միայն մոտ այդքան շատ չի բարձրացել, որտեղ նախ բենզին սպառող շատ չկա, հետո իհարկե ինչքան ես դերակը բենզին ներկրողները շատ են, իսկ գազի ներկրողները եւ պահեստավորները քիչ են։ Պատերազմի պատճառով Իրանը սահմանափակել էր հեղուկ գազի արտահանումը, այդ թվում Հայաստան։ Նախօրեին էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ առաջիկա օրերին Իրանից էլի հեղուկ գազ կներմուծվի, խոստացել գինը կնվազի։ Էկոնոմիկայի նախարարության կցորդը Իրանում զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որը գների վրա քիչեցնի ներքին։ Դրանից առաջ Պապոյանն ասել էր, թե նախկին գներին վերադարձ չի լինելու։ Կարճաժամկետ ժամանակում նախորդ գների վերադարձ չի կարող լինել, ժողովուրդ, որ ձեզ կասի, թե կլինի, չի կարող լինել երբևէ որևէ պարագայում ինչ էլ տեղի ունենա։ Պապոյանի որ ասածին հավատանք տարակուսում են վարորդները։ Ոչ մի բանի չես կարող հավատալ։ Ամեն ինչ էլ հարյուրապատիկ թանկացել է։ Իրանից եկող հեղուկ գազի գինը մշտապես ավելի բարձր եղել, քան ռուսականը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ է կասկածում, թե իրանական հեղուկ գազի ներկրման դեպքում գինն է ապես կիչնի։ Կտրուկ իջեցում մենք քիչ հավանական ենք ունենանք, եթե համաշխարհային շուկայում շարունակվի բարձր մնա նավթի գազի գները։ Պարսյանը մեկ այլ պատճառ է նշում, թե ինչու Իրանից բերված հեղուկ գազը չի ազդի վառելիքի գների վրա։ Ըստ նրա գնանկումը հնարավոր է, եթե պահեստավորված գազ ունի երկիրը, մինչդեռ Հայաստանում դա հնարավոր չէ, այդքան պահեստներ չկան մեր երկրում։ Մենք չունենք խոշոր պահեստներ եւ այն պահեստ ունեցողները գինը բարձրացնում են։ Պարսյանը անհեթեթ է անվանում ՔՊԱ-կան նախարարի նաև այն պնդումը, թե ռուսական գազի գնի բարձրացման պատճառը նաև Տուրքն է, որն այդ երկիրը դրել է արտահանվող հեղուկ գազի վրա։ Ռուսաստանը Տուրք է դրել իր երկրից դուրս եկող բոլոր երկրների համար գազի համար, մենակ մեր չէ։ Տնտեսագետը հիշեցնում է, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է ու Ռուսաստանից գազի ներկրման համար մաքսատուրք չի վճարում։ Կարող է տեղում արտադրության հետ կապված ինչ-որ տուրքա տեղական ինչ-որ հարկա, բայց արտաքին առևտրի տեսանկյունից ԵԱՏՄ երկրները մեկը մեկի նկատմամբ տուրք չեն սահմանում։ Գլխացավանքից ազատվելու դեղամիջոց է առաջարկում տաքսիստը։ Խորհուրդ է տալիս վարորդներին իրպես էլեկտրական մեքենա վարել։ Թողացնել էլեկտրական մեքենաների։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։